Հայաստանը ժողովրդավար երկիր է եւ ազատ եք խոսք ասելու համար։ Կարծիք արտահայտեք։ Հայաստանը ազատավայր պետություն չի եւ այսօր որ Կարապետյան Սամվելը գտնվում է ձերբակալված, դա լրիվ անօրինական է եւ թեպետ որ ասում են ինչ որ հոդվածներ են ուզում կիրառեն փողի այդ ոնց են ասում լվացվելու բանի, դա իրավաբանա ինքը իրավաբանական կրթություն ունի կամ թեգուզ եւ տարական կրթություն ունեցող մարդը չի կարա սեփականատերին այդ հոդվածը կիրառելու, որովհետև կան տնօրիններ, դիրեկտորներ, որոնք որ այդ գործողությունով եթե զբաղվել են։ Դա աբսուրդ է այսօրվա դրությամբ, որ Կարապետյան Սամվելը գտնվում է մեգուսարանում, ինքը ժողովրդի կողքին է, ժողովուրդն իրա կողքին են եւ ես գտնում եմ, որ սա իրավասու չի։ Կարապետյան Սամվելը պետք է ազատվի այսօր եւ դա բոլորին ձեռ տվող մի տարբերակ է, որ հանրապետությունում հասկանան, որ դրսից եկած եւ մարդիկ, որ ուզում են ինվեստորներ լինեն Հայաստանում, պետք է Սամվել Սարգսյանին ազատեն, որ մյուսների համար դա պարզ էջ եղնի, որ հասկանան, որ այս երկիրը կարելի է գալ եւ ներդրումներ անել եւ աշխատել։ Այդ թվում նաեւ ես ուզեցել եմ եկել եմ, որ ներդրումներ անեմ, աշխատեմ, նոր աշխատատեղեր բացվեն, բայց եթե այս տարբերակով գնա, իմաստ չկա, ինչ ոնց կարելի է համերաշխվել սենց քայլերին եւ այդենց բարերար մարդու վերցնեն ձերբակալեն։ Ինչքանով իրավասու է, երևի տեսնում եք, ամբողջ մի պետություն, ամբողջ մի հայազգ դրա վրա զարմացած է։ Այսօր մենք ունենք մի իրավիճակ, որ եթե մարդը իր կարծիքն է արտահայտում իշխանության հետ կապված, հայտնվում է այս իրավիճակում, կալանքի տակ է հայտնվում։ Ձեր գնահատմամբ ինչ իրավիճակ ենք ունենալու մենք 2026 թվականին։ Աշ ջան, դե գիտեք ոնց, եթե ցանկացած դեպքում ժողովուրդը պետք է իր գնահատականը տա, թե կառավարությանը, թե մյուս թեկնածուներին, ժողովուրդը գնահատականը տա, եթե ոչ կեղծիք ճանապարհներով, ժողովուրդը պետք է ընտրության գնա 26 թվականին եւ ժողովուրդը իր կարծիքն հայտնի, գրավոր թե բանավոր, բայց պետք է ժողովրդի բանավոր ընտրությունն է, եթե ոչ կեղծություն կատարվի էլի։